Ես հատկապես կկենտրոնանամ քարոզարշավի ընթացքում փառաքարում տեղի ունեցած հիմնական խումբ իրավախախտումների։ Առաջին խախտումները դրանք ուրեմն քաղաքական ուժերի քարոզչական նյութերին են վերաբերում փառաքարում։ Տեսեք, այնտեղ հիմնականում փակցվում են չսահմանված եւ արգելված վայրերում բոլոր տեխնացուների կողմից չեն պարունակում օրենքով պահանջվող մակնշում տեղեկատվություն տպաքանակի տպարանի պատվիրատուի վերաբերյալ, որովհետև մենք տեսնում ենք բազմաթիվ բուկլետներ, նույնիսկ թափված փողոցներում, բայց որևէ նշում չկա դրանց մասին, որը պարտադիր է, եւ երրորդ ուղղությունը, որը էլի քողարկված ըստ էության քարոզչական նյութեր են, պատրաստվում եւ տարածվում են քաղաքական ուժերի հետ ասոցացվող երրորդ անձանց կողմից։ Այսինքն ոչ թե այն քաղաքական ուժերն են այդ քարոզչական նյութերը տպագրում եւ տարածում, որոնք անմիջապես մասնակցում են, այլ նրանց հետ ասոցացվող ուժերի կողմից, որը ըստ էության ընտրական օրենսգրքի սահմաններից դուրս է ստացվում, բայց միևնույն ժամանակ ազդում է նաեւ ընտրողների կամքի վրա։ Պետք է հիշեցնեմ բոլորին, ովքեր ընտրական գործընթացներում որպես սուբյեկտներ ներգրավված են, որ քարոզչական այդպիսի նյութեր տարածելը ըստ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11 հոդվածի առաջին մասի առաջացնում է տուգանքի նշանակում 100-ից 500,000 դրամի չափով եւ մենք հետամուտ ենք լինելու, որ այս բոլոր դեպքերը համապատասխան իրավական հետագա արձագանք ստանան։ Մյուս բանը, ինչպես ասեցի, բոլոր նյութերը ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ պետք է փակցված լինեն համապատասխան տեղերում, իսկ այդ տեղերը հատկացնում է համայնքը, տվյալ դեպքում Փարաքարի կամ Գյումրիի համայնքը։ Եվ այդ տեղերում փակցված նյութեր իհարկե կան, մենք նայում ենք Փարաքարում, բայց դրանց զգալի մասը նաև վնասված է։ Այսինքն այն մարդիկ, որոնք ավելի շատ ռեսուրսներ ունեն եւ հատկապես դա ինչքան հասկանում ենք եւ փորձը ցույց է տալիս իշխանական ռեսուրսներին տիրապետող կամ ներկա պահին համայնքի ղեկավարի անմիջական հսկողության տակ գտնվող մարդիկ ուղղակի փչացնում են այդ նյութերը։ Այստեղ եւս մեկ զգուշացում, ուրեմն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40-րդ հոդվածի 11-րդ կետը այդ քարոզչական նյութերը համապատասխան վայրում փակցված փչացնելու, պաստառները դիտավորյալ վնասելու համար տուգանք է սահմանված 50-ից 100,000 դրամի սահմաններում։ Ուրեմն մյուս խումբ իրավախախտումները, որոնք նկատում ենք, դա վարչական ռեսուրսների իհարկե օգտագործումն է Փարաքարում։ Ուրեմն տեսեք, լրատվամիջոցներից մեկը նյութ է պատրաստում տեխնացուներից մեկի վերաբերյալ, պարզ է դրական ուրեմն լույսի ներքո, եւ այդ նյութը հայտնվում է համայնքապետարանի պաշտոնական կայքում, որը ստացվում է, որ չի թույլատրվում, ընդ որում այդ նյութը միակը չի, դրանից հետո եւս մեկ նյութ կա, որը հակառակն է, այսինքն ոչ թե պաշտպանում է տեխնացուներից մեկին, այլ ընդդիմադիր տեխնացուների դեմ է ուղղված եւ այդ նյութը եւս հայտնվում է պաշտոնական կայքում։ Դա նշանակում է, որ այո, այն մարդիկ, որոնք վարչական ռեսուրսներին տիրապետում են, ուղղակի նրանց թելադրանքով այդ նյութերը հայտնվում են եւ ձեռք են բերում ըստ էության ճակերտներում ասենք պաշտոնական նյութի տեսք, այո, կարգավիճակ։ Մի քանի խախտումներ, օրինակ տեսեք նաև տեխնացուներից մեկը հանրահավաք է կազմակերպում կամ հանդիպում ընտրողների հետ եւ պարզվում է, որ այն վայրում, որտեղ որ պիտի հանդիպումը լիներ, ամբողջությամբ կայանված են շատ մեծ մեքենաներ եւ դրանց վարորդները ուղղակի չկան այդ պահին։ Հասկանում եք, այսինքն տարածքը ուղղակի գրավել է ֆիզիկական առումով եւ մարդկանց հնարավորություն չեն տալիս, որպեսզի ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպեն եւ որոշակի ուրեմն քարոզչական աշխատանքները խոչընդոտվում են, ելի օգտագործելով վարչական ռեսուրսները։